Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, Ծաղկազարդի տոնով քրիստոնեական մեր եկեղեցին մուտք գործեց ավագ շաբաթ։ Ավագ շաբաթը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի տնօրինական կյանքի վերջին շաբաթն է։ Այն հարուստ է եկեղեցական տոներով, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում է, որ Քրիստոսի կյանքում տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ, եւ այդ իրադարձություններից յուրաքանչյուրը մեր եկեղեցու համար դարձել է մի առանձին հիշատակության առիթ։ Ավագ շաբաթվա հիմնական տոնակատարությունները սկսվում են ավագ հինգշաբթի օրվանից։ Առավոտյան հայոց բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում, որը խորհրդանշում է հաղորդության խորհրդի հաստատումը։ Այնուհետև կեսօրից հետո բոլոր եկեղեցիներում հոգևորականների կողմից լվացվում են հավատացյալների ոտքերը ի նշան ոտնլվայի արարողության, իսկ երեկոյան կատարվում է խավարման կարգը։ Ուրբաթ օրը կեսօրին կատարվում է Քրիստոսի խաչելության կարգը, իսկ երեկոյան թաղման թափոր, իսկ շաբաթ օրը երեկոյան մատուցվում է ճրագալույցի պատարագ։ Իդեպ հայոց եկեղեցում երեկոյան պատարագ մատուցվում է տարվա մեջ 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագը եւ Սուրբ Զատկվա ճրագալույցի պատարագը։ Արդեն ճրագալույցի պատարագի ժամանակ տրվում է Սուրբ Հարության ավետիսը։ Կիրակնօրյա Սուրբ Պատարագի ընթացքում դարձյալ տրվում է Հարության ավետիսը եւ դրան հաջորդող 40 օրերը մեկս մյուսին ողջունելուն զուգահեռ նաեւ ասում ենք Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Զատիկը հայ եկեղեցում եւ ընդհանրապես քրիստոնեական աշխարհում մեծագույն եկեղեցական տոնն է։ Մենք գիտենք, որ Քրիստոսի երկրավոր կյանքում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն մեզ համար կարևորագույն տոնակատարություն է։ Սակայն ի տարբերություն մյուս բոլոր տոների, Զատիկը ամենամեծն է ու ամենակարևորը։ Որովհետև եթե Քրիստոս հարություն չառներ, ինչպես ասում է Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղված իր առաջին նամակում, եթե Քրիստոս հարություն չառներ, ոչինչ արժեր ձեր հավատքը եւ ունայն կլիներ նաեւ մեր քարոզչությունը։ Քրիստոս եթե հարություն չառներ, կմնար իբրև հասարակ մահկանացու եւ անշուշտ նրա աստվածության մասին որևէ խոսք լինել չէր կարող։ Սակայն այդ հարության գաղափարն է, հարության տոնն է, որ ամեն անգամ մենք տալով եւս մեկ անգամ մեզանից յուրաքանչյուրի համար հաստատում ենք այն գաղափարը, որ Քրիստոս իրապես կատարյալ Աստված էր եւ նրա հարությունը վերստին երկնքի արքայության դռները բացեց մեզանից յուրաքանչյուրի համար։ Քրիստոնեական Զատիկը հին ժամանակներում տոնախմբվել է հրեական Զատկի հետ։ Հրեական Զատիկը կապված է հրեա ժողովրդի Եգիպտոսից ելքի հետ, դուրս գալու հետ, որովհետև Տիրոջ կողմից նրանց խոստացված էր ավետյաց երկիր եւ նրանք Եգիպտոսի գերությունից դուրս գալով շարժվեցին դեպի ավետյաց երկիր։ Զատիկ բառը ստուգաբանվում է զատել, բաժանել, այսինքն նաեւ կապ ունի ելք բառի հետ։ Մինչև 325 թվականը հայ եկեղեցին եւս տոնել է այդ տոնը հրեաների հետ։ Այնուհետև Զատիկը տեղափոխվեց Կիրակի օր եւ դարձավ շարժական տոն։ Այն ունի 35 օրվա շարժականություն եւ տոնվում է գարնան գիշեր հավասարին հաջորդող լիալուսնին մոտակա Կիրակի օրը։ Այն կարող է ամենավաղ ժամանակը տոնվել մարտի 22-ին եւ 35 օր շարժվել դեպի առաջ։ Քրիստոնեական Զատկի կամ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը լավագույն առիթն է քրիստոնյաների համար այն վերածելու նաեւ ժողովրդական խրախճանքի։ Եվ այդ խրախճանքի դրսևորումներից մեկն է եղել նաեւ ձու ներկելու եւ ձվով կամ հավկիթով խաղեր խաղալու համար։ Հավկիթը ներկվել է կարմիր գույնով, ի նշան Քրիստոսի թափված արյան։ Գրիգոր Տաթևացին մեկնելով զատկական ներկված հավկիթը տալիս է հետևյալ խորհրդաբանությունը, հետևյալ բացատրությունը։ Կարմիր գույնը կապված է Քրիստոսի թափված արյան հետ, իսկ կեղևը խորհրդանշում է երկիրը, մոլորակը։ Թաղանթը, ձվի թաղանթը խորհրդանշում է օդը, սպիտակուցը ջուրը, իսկ դեղնուցը դա խորհրդանշում է երկիր մոլորակը։ Եվ այս ամենը պատված է Քրիստոսի արյամբ, այսինքն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անմեղ աստվածային արյամբ է ողողված մեր երկիրը եւ մեր կյանքը վերստին գնված է Քրիստոսի արյամբ։ Սիրելի հեռուստադիտողներ, զատկական այս գեղեցիկ տոնը մաղթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար դառնա մի նոր կյանքի սկիզբ, որովհետև ինքը
Հարությունը սկիզբ է, նոր կյանքի սկիզբ, փրկված, վերագտնված կյանքի սկիզբ։ Ուստի այն թող ոչ միայն լինի ժողովրդական խրախճանքների առիթ, այլ հոգևոր վերազարթոնքի սկիզբ։ Աստված օրհնի բոլորիս։